Գոմը դադրկվավ մնակ ինքն ու իրա ցախավել։ Հայաստանի հյուսիսում Աշոտկի տարածաշրջանի գյուղերում բրուցելոզ է տարածվել, գոմերը դատարկել։ Կողքի գյուղը մենագիննոց սալուտ անասնապուշին դելա փողոյինը, ծախիլ տարան։ 73-ը դուրս եկա, տարան 3-ը։ Մնացել է 4 սադով, ինչ կարամ անեմ։ 4 է կաված, այնը ելել է մակուր, ես ելել է բրիսիլոս, այնը ելել է մակուր, այն խրաղին ելել է բրիսիլոս, արանք է։ Սասուն Հովանիսյանի 12 կովերից 6-ը վարակված են բրուցելոզով։ Գյուղացին զարմացած է, 2 անասնագոմերում կողք կողքի կապված կովերից ինչպես են մի քանիսը վարակվել, մյուսները մնացել առողջ։ Հետաքրքիր է, որ եթե խոսքի այն կովը եղել է, նույն խմոցից օգտվել են։ Նույն խոդից կերել են, նույն աղը լզել են։ Սասունն ասում է, տարեվերջին իր բոլոր կովերը առողջ են եղել, ու մինչև հիվանդանալը այլ կենդանիների հետ շփում չեն ունեցել։ Դեկտեմբեր ամսին եկե հարուն են առը, պատասխանն եկել է որ նորմալ ծնել է ոչ վիժում եղե հեշման չի եղել ավրանքի մոդը։ Հիվանդ կովերը առողջ հորտեր են ունեցել, հանելուկ է անասնապահի համար։ Հայաստանի հյուսիսում ձմեռները երկար են, 5-6 ամիս պահեստավորված խոտով անասուններին կերակրելուց հետո դեռ նոր պիտի գյուղացին կովերից եկամուտ ստանար, յուղու պանիր պատրաստեր, բայց բրուցելոզի պատճառով ստիպված մորթել են կենդանիներին։ Վնաս շատ եմ կրել, որովհետև այդ անասունը սաղ մեր համակ գյուղացիներ գիտեն, որ անցած տարի հիվանդ եմ եղել, փողով գնել եմ 1.100.000-ից ավել խոտ կողքի գյուղերից, որ անասունը սպառեմ, խոսքի կարունն կտվի, ինչ որ միտեղ կոյնա այդ ծախսը փակեմ, անաստվածությունը քիչ շատացել են, բայց փաստորեն 12 կովից 6-ը հանել են խոսքի բրիցիլոզ, էլ գյուղացին ինչ բանովական կալինկով ելնի վարեն է ցանկեն է 500.000-ից 600.000 տվեցինք առանք, մենք 250.000-ից ծախել ենք, բայց ինչ, հոշտի գիտ։ Գյուղացու մեջ կկոտրված է, որևէ փոխհատուցում չկա պետությունից, վարակված կենդանիներին հարկադիր մորթի ենթարկելու համար գյուղացուն 15 օր ժամանակ են տալիս, միսը ոչ թե խոտանում, այլ մորթում են սպանդանոցային երկու ընկերություններ։ Չնչին գնով 1700 դրամ, այն է աշկի տեսավ, նայում է անասունն, ասում է եսքան կիլոգրամ կկա, եսքան գոմարքի անում։ Բրուցելոզով հիվանդ կենդանու միսը ջերմային մշակում անցնելուց հետո օգտագործման համար վտանգավոր չէ, հավաստիացնում է ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի պատասխանատու Նաիրա Մարտիրոսյանը։ Միսը մորթելու իրավունք ունեն միայն լիցենզավորված սպանդանոցները, իսկ գյուղացին հիվանդ կենդանու միսը վաճառել չի կարող, արգելված է։ Ընդհանրապես բրուցելախմբի մանրէները բարձր ջերմաստիճանի նկատմամբ կայուն չեն, եւ հետեւաբար մենք թույլ ենք տալիս անասնատիրոջը, որ ինքը սեփական կարիքների համար օգտագործի, բայց այդ միսը չի թույլատրվում դուրս գալ շուկա հանրային սննդի կետեր չի թույլատրվում։ Միայն թույլատրվում է տանել սպանդանոց տեղափոխվում է ուղեկցող փաստաթղթով։ Շատերը օրենքի պահանջը փորձում են շրջանցել, այս դեպքում կիրառվում է վարչական տույժ 100.000 դրամ։ Դրությունը վերահսկելի է, վստահեցնում են պատասխանատուները։ Շիրակի մարզում շատ մեծ չէ տարածումը, մեծ չէ, վերահսկելի է։ Բրուցելոզ հիվանդության դեմ պատվաստում չկա, միայն հիվանդ կենդանիներին հարկադիր մորթի ենթարկելուց հետո անասնագոմերն են ախտահանում ու վերահսկում կենդանիների տեղաշարժը։ Ալեքսանդր Սարգսյան, Խաչատուր Գևորգյան, Հայլուր։